Թռնանում ոչ մեկին, Մերի ջան, շատ լավ նշեցիք, ՔՊ-ի չաթին եմ գրել, իսկ ՔՊ կուսակցականները բոլորը գիտեն, որ առանց գրելու էլ վարչապետը երբ գալիս է Շիրակի մարզ կամ ինչ-որ տեղ, իրենք գալիս աջակցում են վարչապետին ու խնդրեմ, որպեսզի այսօրվա օրը չխառնենք, պլյուս մինուսը ներկա բացական չխառնենք, ես 4 տարի կազմակերպում եմ դեկտեմբերի 7-ի միջոցառումը, որպես մարզպետի խորհրդական ու այսօր էլ բացառություն չէ իմ համար, ես այսօր կազմակերպում եմ հիշատակի օրը դեկտեմբերի 7-ի։ Շնորհակալություն։ Քիչ առաջ հոգևորականը ներողություն եմ խնդրում, ասում էր, որ կարծես թե կրկին է ցնցումների մեջ լինի։ Ստացվում է, որ եկեղեցին գրոհում է, ասում էր, այսքան տարվա հոգևորական է եւ չի տեսել այսպիսի ուժայինների գրոհ եկեղեցի։ Ուժայինների գրոհ չգիտեմ, ուժայինների գրոհ չի, վարչապետը գալու է, ուժեղացված ծառայություն է, միշտ եղել է, այս շատ նորմալ է։ Դուք կարող եք մի օրինակ ցույց տալ Գյումրու եկեղեցուն, որ այսպիսի իրավիճակ է եղել։ Մի օրինակ ցույց կտա։ Օրինակ չեմ ուզում ասեմ, բայց էլի կրկնում եմ, ամեն տարի դեկտեմբերի 7-ին մեր մոտ նմանատիպ միջոցառում եղել, այսօր ձեզ էլ կխնդրեմ հիշատակի օրը չվերածել այդ բանի արգելի։ Իսկ իմացաք քանի հոգի են գալու։ Մանիպուլացիա։ Խնդրում եմ։ Ներողություն, իսկ դուք իմացաք քանիսն են գալու։ Դուք իմացաք քանիսն են գալու։ Պլյուս մինուս ներողություն, պլյուս մինուսը ինչ ցույց տվեց, քանի հոգի են գալու Գյումրուց։ Քանի հոգի է գալու։ Ես նկատի չունեմ շրջիկ խումբը։ Ու ասեմ, որ չեմ էլ ափսոսում, ինչ արել ենք, լավ ենք արել, մեր համար այսօր սեքի օր է, ձեր համար հասկանում եմ, որ ինչ-որ դիվիդենդ է շահելու, տեսեք։ Կարծես թե ձեզ համար դուք եք պլյուս մինուս անում։